Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում եվրոպական քաղաքական մտքի հերթական համաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում տեղ ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի եւ Փաշինյանի միջև, ընդ որում դա բավականին ստորացուցիչ էր հայկական կողմի համար, դա փաստվում է արկա լուսանկարներով եւ նաեւ տեսանյութերով եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչների կողմից Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձնավորության նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ քաղաքական գործիչ Արման Աբովյանի հետ, պարզ պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Տիրանայում ձեզ ինչ տեղի ունեցավ։ Դա ըստ էության տեղի ունեցավ այն, ինչ միշտ տեղի է ունենում, Թուրքիա-Ադրբեջանը Ալչիշ ներկայացուցիչները կամ ղեկավարները, շատ լկտի ամբարտավան իրանց պայեցին, հայկական կողմն էլ հերթական անգամ ցույց տվեց զերոյական մակարդակ ուղակի, չգիտեմ, դիվանագիտական էլեմենտար նորմերի տեղեկացված լինելու, ինչը բերեց խայտառակության։ Ես ուղղակի արդեն չգիտեմ, ինչ պետք է լինի։ Ես նույնիսկ գիտեք ինչ եմ մտածում, ասում դե լավ, Փաշինյան, Միրզոյան, միգուցե իրանք տեղյակ չեն, դե լավ, ենթադրենք տեղյակ չեն, այն որ Բասկաթուրին Ալիևը փրված Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ նստած աթոռի վրա դեմը, սենց։ Բանդե պրոտոկոլում մարդ չկա, որ ասի, որ սա այն փուճուրիկ մեսիջներն են, որոնք շատ հստակ ցույց են տալիս այս կամ այն պետության վերաբերմունքը նվազագույնը ինքն իրեն։ Այո, խայտառակություն, այո, նվաստացում։ Բայց այդ խայտառակության եւ նվաստացման գործընթացի ներքո հայկական կողմը քանզի, հայկական կողմի ներկայացուցիչները զորական էմպաթիա ունեն, էմպաթիա խոսքը, չգիտեմ, ամոթալի գործընթացների չեղարկում կամ զգացմունք, դե լավ ամոթի։ Այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի, հավատացնում եմ ձեզ, միայն մի պայմանով, որ ստանան Թուրքիա եւ Ադրբեջանից, այո, չսխալվեցի Թուրքիա եւ Ադրբեջանից, ինչ-որ մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի խաղաղություն։ Եվ այստեղ պետք է շատ հստակ տարանջատել հետևյալը, թե Նիկոլ Փաշինյանը, թե Արարատ Միրզոյանը, թե բոլոր, ասենց ասեմ, մարդիկ, ովքեր հիմա ներգրաված են կառավարչական գործընթացների մեջ, իրենք շատ լավ հասկանում են, որ այդ թուղթը առ ոչինչ է, այդ թուղթը ոչ մի երաշխիք չի տալի հայկական կողմին, ասեմ ավելին, այդ թղթի մեջ ամրագրված կետերը, որին արդեն իսկ Հայաստանը համաձայնվել է, գոյաբանական խնդիրներ են առաջացնում մեր երկրի համար։ Այդ մարդիկ խնդիր ունեն վերարտադրվելու, քանզի իրենց անվտանգային, անձնական անվտանգային, կուսակցական անվտանգային առհասարակ, շրջանակը իրանք տենում են միայն եւ միայն իշխանական աթոռներին կարճած։ Եվ այս պարագայում այն ինչ տեղի ունեցավ Ալբանիայում, դա քաղաքական գործընթաց չէր։ Ամոթալի, խայտառակ, չգիտեմ, ստորացում, նսեմացում, բայց պատճառահետևանքային երակները կարծում եմ արդեն բոլորիս համար պարզ են։ Ադրբեջանական կողմը շարունակաբար Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով, ընդ որում այդ նախապայմանները ոչ միայն չեն դադարում, այլև ավելանում են։ Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ Հայաստանի զինանշանը տարածքային պահանջներ է իբրև թե պարունակում Ադրբեջանի նկատմամբ եւ զինանշանը նույնպես պետք է փոխվի։ Տեսեք, ինչ է ասում իշխանությունը։ Իշխանությունը, որ սենց գնանք, հələ մի հատ թուրքերին ադրբեջանցիներին իջավ անցնել, ինքս տեսլականն առաջ տանում իշխանությունը, ինչ կա չկա տանկ կամ դե լավ գնանք զիջումների, մեզ զուգահեռաբար մեր վրա մեր վախը վաճառելով, որ չգնան կլինի պատերազմ, ինչ որ մի պահ կգա եւ ադրբեջանական կողմը կհագենա, չի հագենա։ Այո, զինանշանի թեման իմիջիալոց սերեք չառաջորը չի բարձացվել, շատ շուտվանից էր բարձացվել եւ զինանշանը լինելով պետականության սիմվոլներից մեկը, այո, այս պարագայում կրկին թուրքերի ադրբեջանցիների կողմից փորձվում է ստորացվել, նսեմացվել, ոչնչացվել։ Դե լավ, Թուրքիա-Ադրբեջանը մեր թշնամին են, հասկանալի է խեն անում։ Հասկանալի է նույն սահմանադրություն, զինանշան դա ըստ էության հայկական պետականության իրավական հիմքերի քայքայումն է։ Քայքայումն է հետագա կլանման գործընթացին
ավելի բարենպաստ պայման ստեղծելու համար։ Խոսքը գնում է թուրք-ադրբեջանական արևմտյան Ադրբեջան կոնցեպտի մասին։ Բայց այստեղ խնդիրը նրանումն է, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ տպավորություն է ստեղծում, որ բոլոր թուրք-ադրբեջանական հակահայկական, վտանգավոր, պատերազմը բերող, կրկնում եմ, պատերազմ գեներացնող գործընթացները, որը Ադրբեջանը գեներացնում է, օրինակ նույն զինանշան, սահմանադրություն եւ այլն, հա, դելիմիտացիա, դեմարկացիա, որը կրկին Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես պատերազմի նախապատրաստական փուլ, ինքը հայկական կողմից ոչ թե մերժվում է, այլ վերցվում է, փաթեթավորվում է եւ կերակրվում է հայկական, հա, ճակերտներում կերակրվում է հայկական հասարակությանը որպես, չգիտեմ, իրողություն։ Հա, նույն զինանշանի մասին իշխանությունը չէր խոսում, այն անգրագետ, անբարտավան, ուղղակի այն զզվելի մակարդակի արտահայտություններ մեր զինանշանի վրա, ասում առյուծ չկա, կամ Արարատը մերը չի։ Հա, մի հատ դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Եվ այո, անverջ են լինելու, հասկանում եք պահանջները Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Անverջ, որովհետեւ Թուրքիա եւ Ադրբեջանը խաղաղության տեսլականը տեսնում են միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման տեսլականի ներքո եւ ամենավատը նա է, որ իրանք դա չեն էլ թաքցնում։ Ինչի համար վատը, որովհետեւ մեր համար վատը, որովհետեւ մենք էլ պատրանքների մեջ ապրում, լսում այս իշխանության խոսքերը, ուրեմն այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ քայքայի հայկական էթնոքաղաքական տարի, խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է, հա, բնորանը, քայքայի, կեղեքի, խփի գետնով, ու այդ ամեն ինչ ասում են, դա արվում է անկախության եւ ինքնիշխանության համար։ Դա մոտավորապես նման է նրան, որ մարդ կրակի ատրճանակով իր ոտքերին, որ լավ վազի։ Հասկանում եք, ուղակի տիեզերական մակարդակի մանիպուլյացիա եւ ամենալկտի եւ զզվելի մակարդակի ստեր եւ ներքին այս դիսկուրսի գեներացում։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի քաղաքական գործիչ Արման Աբովյանի հետ։ Կհանդիպենք։